Gohanal kesi tofer Usamos yerkel kesi ofartial Kaselare robuta vifnero Distitsen samakçef kanaro Orrovetet korteret metamet Derdum sirdus espulpet Orkamet eserjev karashali Evorkan forunku There is or you votetir Arma beni pesach ketutir İzbarar tu miştalar vahetir Orpetik bat memar tarutunat Uyer kemetutunat Orkamet eser yevarashali Yevorkan forunku iyanali Orkamet eser yevarashali Yevorkan forunku iyanali Anorena iksinka kortane Baştu deriz nor yuvotetir Arma beni pesach ketutir İzbarar tu mişlalar fahetir Orpesi bat memar tarutunat Yuyer kemetutunat Orkamet eser yevarashali Yevorkan forunku iyanali Orkamet eser yevarashali Yevorkan forunku iyanali Avatum estu terason Avatum es formar minakav Barshasek avatum Avatum es na Isus kochvet Avatum es surkyan kapret Ayo avatum 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 es vorkes perget Avatum Avatum es vor naharya Avatum Avatum es vor namer meche Avatum Avatum Artial arka avitenaka Zov tzamak yerkik Kesno varar veta Artial arka Jashmar tutyan Tu esvema perguchan Bahana havatki Mekmetaru Sardera
Ամենական արքա Ծով ծամակ երկիկ Քեզ նով արարվեցա Արդյալ արքա Դու ես միակ ճշմարտությունը Դու ես բեմը փրկության Բաղանը հավատքի Մենք մեծարում ենք քեզ արքա Սրտերը հոնարվում են քո առջև Մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս Միակ Տերը դու ես ամենազոր արքա Մենք անգամ ենք մեր ձեռքերը բարձրացրել երգենք Մենք մեծարում ենք քեզ արքա Քեզի մեծարում ենք մեր Տերը, քեզի փառաբանում ենք Մեր սրտերը խոնարհվում են Տեր քո ներկայությանդ մեջ Քեզի երկրպագում ենք, դու մեր փափագն ես, դու մեր սերն ես Քեզի սիրում ենք մեր Աստված, քեզի օրհնում ենք մեր Փրկիչ Հալելույա Հալելույա Ով Հիսուս ինձ մոտ արի Իմ արջևից կայլի Արդևին տակ ամեն ժամ Իմ լավագույն բարեկամ Մենք անգամ ասենք ով Հիսուս ինձ մոտ արի Ով Հիսուս ինձ մոտ արի Միշտ իմ արջևից կայլի Արդևին տակ ամեն ժամ Իմ լավագույն բարեկամ Որքան ծառայեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքդ Աղաչում եմ քեզ բրկի Չեմ բանամ Ոչ ոքի էլ տեղ չկա Միայն քո ներկայության Ահա իմ բարձրանկություն Որքան ծառայեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքդ Աղաչում եմ քեզ բրկի Առաջնորդիր ինձ ընկնի Միայն քեզ եմ անվանում Առաջնորդ ամեն բանում Սրտիս լիովին Խաչյալ Քրիստոս Տեր անգին Որքան ծառայեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքդ Աղաչում եմ քեզ բրկի Որքան ծառայեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքդ Աղաչում եմ քեզ բրկի
Ծառավենք քեզ, փափագում ենք քո երեսը տեսնելու, քո դեմքը տեսնելու, քո հեզ դեմքը Հիսուսի սերը մեծ է անսահման Առատ հոսում է հորդկետի նման Ինչպես է փյուր շոյում է մեր հոգին Խորն է ու լայն սերը աստվածային Իսկ եթե չլիներ այդ սերը Չեր լինի մեզ բրդություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ կանվեց խաչին ու թափվեց արյուն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ կանվեց խաչին ու թափվեց արյուն Նա մեզ սիրեց դեռ իրեն չիմացած Սիրեց և իրեն հակառակ մարդկանց Ովքեր խաչել էին գոչում Իսկ այժմ նա բոլորին է կանչում Իսկ եթե չլիներ այդ սերը Չեր լինի մեզ բրդություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ կանվեց խաչին ու թափվեց արյուն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ կանվեց խաչին ու թափվեց արյուն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ կանվեց խաչին ու թափվեց արյուն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ կանվեց խաչին ու թափվեց արյուն Բացիր իմ հոգու աչքերը Բացիր իմ հոգու աչքերը Ես ուզում եմ տեսնել քեզ Ես ուզում եմ տեսնել քեզ Բացիր իմ հոգու աչքերը Բացիր իմ հոգու աչքերը Ես ուզում եմ տեսնել քեզ Ես ուզում եմ տեսնել քեզ Եկեք մեկ անգամ ասենք Բացիր իմ հոգու աչքերը Բացիր իմ հոգու աչքերը Ես ուզում եմ տեսնել քեզ Ես ուզում եմ տեսնել քեզ Տեսնել քեզ բարձունքներում բարձրացան Սուրբ գահիդ պարկով նստան Շնորհիր զորությունը և սերը Քանի որ երգում ենք սուրբ է սուրբ է Բացիր իմ հոգու աչքերը Բացիր իմ հոգու աչքերը Ես ուզում եմ տեսնել քեզ Ես ուզում եմ տեսնել քեզ Բացիր իմ հոգու աչքերը Բացիր իմ հոգու աչքերը Բացիր իմ հոգու աչքերը Ես ուզում եմ տեսնել քեզ Ես ուզում եմ տեսնել քեզ Տեսնել քեզ բարձունքներում բարձրացան Սուրբ գահիդ պարկով նստան Շնորհիր զորությունը և սերը Քանի որ երգում ենք սուրբ է 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 Ես ուզում եմ տեսնել քեզ Սուրբ է սուրբ է սուրբ է Սուրբ է սուրբ է սուրբ է
Դավանենք որնար Սուրբ Աստվածը Ես ուզում եմ տեսնել Քեզ մեկ անգամ ասենք դու Տեր Սուրբ ես Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Ես ուզում եմ տեսնել Քեզ Տեսնել Քեզ Բարձունքներում բարձրացան Սուրբ գահիդ պարկով նստած Շորհիր զորությունդ և սերդ Քանի որ երկում եք Սուրբ ես, Սուրբ ես Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Ես ուզում եմ տեսնել Քեզ Հալելույա, այո Սա մեր աղոթքն է որ մեր սրտի աչքեր բացվի Պողոս ասում է երանի թե աղոթում եմ որ ձեր սրտի աչքերը բացվի որ տեսնեք այն փրկության մեծ հարստությունը եւ այն ժառանգության հարստությունը որ Հայրը պատրաստել է ձեզ համար այն մեծ իշխանությունը զորությունը որ պատրաստ է ձեր մեջ գործի որ իմանաք ձեր ժառանգությունը ինչ է Աստծո մեջ երանի թե տեսնեիք եւ այդ այն ժամանակ խեղճ չէինք ապրի երանի թե տեսնեինք այն ժամանակ տկար չէինք ապրի այն ժամանակ հուսահատ չէինք ապրի այն ժամանակ անգատ չէինք ապրի Այդպեսի չի Հայ, երբ որ մեր սրտի աչքերը բացվեն, եւ ինչքան ավել են բացվում, ինչքան ավելի կարողանում ենք տեսնենք Տերոջը, իր ծրագիրը, իր զորությունը, որ անդեպ մեզ գործում է։ Հետո ինքներս ինչպես Սաղմոս 42 ասում է, վեր գաց իմ անձս, ինչու ես տխուր, ինչու ես ընկած, հուսա Տիրոջը, որ նորեն կարող է քեզ փրկի։ Հալելույա։ Մեծ ես դու, մեր Հայր, մեր Արկա, մեր Աստված, արարիչ և բարձրյալ, ամենուն տիրակալ։ Մեծ ես դու, մեր Հայր, մեր Արկա, մեր Աստված, արարիչ և բարձրյալ, ամենուն տիրակալ։ Փառքաթող քեզ լինի, մեծարելու հավեր, փառքն ու պատիվը քեզ զորացներ, փառքես, փառքես, փառքաթող քեզ լինի, մեծարելու հավեր, փառքն ու պատիվը քեզ զորացներ, փառքես, փառքես Քեզ գոհություն, որ տվել ես մեզ օրհնություն, Սուրբ սիրով լեցրել ես մեզ, որպես հավես սիրենք քեզ, Սուրբ Հոգի քեզ գոհություն, որ տվել ես մեզ օրհնություն, Սուրբ սիրով լեցրել ես մեզ, որպես հավես սիրենք քեզ, Փառքաթող քեզ լինի, մեծարելու հավեր, փառքն ու պատիվը քեզ զորացներ, փառքես, փառքես, փառքաթող քեզ լինի, մեծարելու հավեր, փառքն ու պատիվը քեզ զորացներ, փառքես, փառքես, փառքաթող քեզ լինի, մեծարելու հավեր, փառքն ու պատիվը քեզ զորացներ, փառքես, փառքես։ Ամեն մեկի ներկայության համար Տերոջ փառք, ձեր առողջության համար, որ առողջ եք, լավ եք եկել եք այստեղ, միասին Տերոջը պաշտենք, որ փառաբանենք։ Հատկապես ինչպես Աքսելն ասավ, այս օրերում ամեն պարսկաստանցիների համար ու այդ խնդիրները, որ Պարսկաստանում է անցնում ուրախության պատճառ է, Տերոջ խոսքը ասում է, որ Տերը չարի մահովը չի ուրախանում, այլ ուրախանում է, որ մարդիկ դառնան։
Բայց մի ժամանակ կա, որ արդեն դառնալու տեղ չկա, անձնավորություն իրան հանձնել է սատանային։ Եվ այդ որ ասում է, որ այն երկրում, որ չարերը ըննում են, մարդիկ ուրախանում են։ Եվ երբ որ արդարները բարձրանում են, ուրախության պատճառ է ելնում։ Եվ իսկապես Պարսկաստանի ամեն ճշումներից հետո այս չար մարդի ձեռից ազատվելը, բայց դերև դա չար խորհուրդը կա, որտեղ իսկությունը իսլամն է իր ամբողջ պիղծ մտածելակերպով, հակամարտկային մոտեցումներով, շատ ժամանակներ մարդիկ վախենում են իսլամի հակառակ խոսան։ Պատճառն է դա, որ տերոր անում, սպանում է, ջարդում է եւ ամբողջ ուժով ու ճնշումով է խնդիրները կառավարում։ Եվ դրա համար մարդիկ շատ ժամանակ լռում են։ Եվ հենց այն ժամանակ, որ իրանք սկսել են տիրապետել, գոնե Պարսկաստանում է շիեները մոտ 400 տարի պատմություն ունեն, որ ինչքան Պարսկաստանի ժողովրդին ջարդեր են։ Տարբեր խալիֆեները, որ տիրապետել են արաբները Պարսկաստանում, հազարավոր մարդկանց տարբեր ձևակերպերով ջարդեր են, տարբեր ասած շարժումներ ա եղել, որ ազատվեն սրանց ձեռքից, բայց միշտ ջարդի են ենթարկվել։ Եվ եթե իսլամի պատմությունը սկզբից էլ նայեք, երբ որ Արաբստանից սկսավ արշավանք ունենալը, ամեն տեղի տալով սուրով ջարդում էր եւ մարդկանց ճնշելով ու ջարդելով իր իշխանությունն էր ներշնչում։ Միջև ասած Հայաստանի համար, որ գնացեն Հայաստան, ընդ այնքան մարդկանց սպանում էր, որ իրաց գլուխներից ճիշտ սարեր էին սարքում։ Այսինքն այդպեսի անիրավություն ու մարդասպանություն ու ջարդեր։ Բարեբախտաբար Հայաստան իր ավարտքը պահեց միջև որ իր ազատության ժամը հասավ, բայց շատ երկրներ, ամբողջ Եգիպտոսը, տարբեր երկրներ, որ սկսեցին գրավել, սրանք քրիստոնյա երկրներ են եղել եւ հատկապես Թուրքիան տարբեր տեղերը Օսմանի իշխանությունից առաջ սրանք ռոմական իշխանության ներքո լինելով քրիստոնյա են եղել, բայց իսլամ հարձակվելով ու սուրով ու ջարդելով այն որ մեռելա, այն որ փախելա, մնացածը ենթարկվել են խիստ պայմանների ժամանակի ընթացքում որոշներ մուսուլման են էլի, որոշները ծածուկ իրանց հավատքը պահել են։ Եվ դարեր այդպես է եղել, բայց փառք Տերոջ, հիմա մեր ժամանակավել չեն կարող ջարդեն ու ծածուկ պահեն, որ լուրերը մետեղ չհասնի։ Հիմա Աստված այնց է դասավոր, որ իրանց ժամը ավարտվել է եւ հետ է թան։ Երկրները մեկը մյուսի ձեռից իսլամի ձեռից ազատվի։ Եվ հիմա Պարսկաստանի ազատության ժամանակն է եւ գիտենք, որ Պարսկաստան ազատվավ ընդեղված ավետարանի լույսը թե Պարսկաստանում թե շրջակայքում պետք է ծագե եւ հազարավոր ուրիշ մարդիկ ու ուրիշ ազգերից պետք է գան քրիստոնեության եւ հիմա արաբներից շատերը օշնյալ կերպով Տեր իրանց այցելում են հրաշալի ձևով Տերոջ խոսքն է որ Տերն ասում է նրանք որ հերրու են շատեր հերրուից կգան Աստծո արքայությունը գժարանքեն բայց արքայության զավակները դուրս կվրընդվեն Եվրոպան Ամերիկայում քրիստոնեությունը մեղ փափուկ ազնիվ ձևի զոհ տալով իրանց վկայում է արհամարում են ծաղրում են ենթարկում են ստության ծռության կռապաշտության դևային հոգիների պաշտելու անաստվածության տարբեր ձևի ուզում են քրիստոնեության հետ հակառակեն ինչպես որ տեսեք այս երկրում շատ ժամանակ այդպեսի ջանքեր ա տարվում Բայց քրիստոնեությունը դերևս մեղմությունով, քաղցրությունով, համեսությունով, ազնվությունով զոհվում է, արհամարվում է, ծաղրում է եւ համբերելով ու սիրով իր ավետարանն է քարոզում։ Բայց հիմա ժամն է եկել, որ իսլամը տարբեր դարեր, որ այդպեսի սուրով եւ մարդասպանությունով առաջ է գնաց եւ երկրներ գրավել է մարդիկ դառնան դեպի Աստծոն եւ Աստծո ծրագիրն է։ Այս ժամանակվա ծրագիրն է դա, որ իսլամի վարակույրերն են կամ խփի Եվ գայլային բնությունը, որ գարի մորթի ներքո ծածկվել է Երևան գա եւ մարդիկ փրկվեն, որտեղ այդ ամբողջ ժողովուրդը Աստծոնն է, մեր Տերոջն է պատկանում։ Եվ դրա համար Տերն ասում է ուրախ չեմ չարի կորուստովը, այլ ուրախ եմ սրանով, որ մարդիկ դարձի գան եւ ճշմարտությունը ճանաչեն։ Եվ դրա համար Տերոջը փառք, այո, Պարսկաստանում այդ ամբողջը, որ անցնում է, Աստծո ողորմած ձեռքն է, կեցե Թրամփին եւ Թրամփի նման մեկը, որ նվիրված է Տերոջ։ Այս երկրում կարողացավ իր քվեն ձեռք բերել տարբեր սուտերի ու հակառակությունների դիմաց եւ վերջապես հիմա երբ որ նախագահը կարողանում է լավագույն գործերն էլ անի եւ քրիստոնեությանն էլ լավ պաշտպանում է Տերն օշնե իրան։ Հալելույա Տերոջ փառք ենք տալի, որ Տերը օշնյալու բարի է։
Անցնենք Տերոջ խոսքին, բայց նախ այդ մատ եղբայրաբար ձեզի խոսք ու քաջարության խոսք ասեմ, ուրախ եմ ամեն մեկի ծառայության համար, որ ծառայում եք։ Մենք երբ որ գալիս ենք այստեղ, պետք է ամեն մեկս մատ պատասխանատվություն էլ զգանք։ Շնորհակալություն դեր սիրո համար, դեր նվիրումի համար, դեր ծառայությունների համար, բայց Տերոջ խոսք ասում է, որ մի ժամանակ կգա, մենք իր ներկայության կկայնենք, Տերն ինչ ասում, ասում է կեցե, բարի եւ հավատարիմ ծառաս, որ քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես հիմա քեզ շատ բաների վրա երկնքում գտնեմ։ Այսինքն Տերը մեր հավատարմությունը երկնքում կգնահատե։ Եվ ոչ թե շատ ջանքեր ենք անում, այդ լավ է, բայց կարևորագույն հավատարմությունն է։ Այդ որ ունենք դրա վրա հավատարիմ ելնենք։ Մեր ելնելը ներկայությունը, եկեղեցում մասնակցել Աստծո արքայության համար, այդքան որ կարող ենք օգնում ենք, որ Աստծո արքայությունն առաջ երթա, մեր մասը բերում ենք եւ դրա վրա հավատարիմ ենք։ Եվ երբ որ այդ հոգեբանությունով ծառայում ենք, մի օր պետք է փառավոր Տերոջ հանդիպենք եւ մեր բաժինը, մեր թագ իր ձեռքերից առնենք։ Ուրեմն ձեր ներկայությունը գնահատելի է ժողովներում եւ ձեզ քաջարում եմ, որ ամեն մեկս պատասխանատու զգանք։ Երբ որ մեկը չի գալի, իր տեղը դադար գա մնում։ Եվ ուրիշներ որ կան, զգում եմ որ ավելի մեկ պակաս ենք թիվով։ Դրա համար ամեն մեկս պետք է լինենք, մեր մասն ունենանք, մեր ծառայությունն ունենանք եւ իմանանք, որ արժեքավոր ենք ամեն մեկս։ Կարող եք իրար ասեք, շատ արժեքավոր ես, բարի գալուստ ասենք իրար եւ իրար համար Տերոջ փառք տանք եւ ուրախություններս հայտնենք, որ ամեն մեկը այդպեսի ներկա եք։ Մերսի ամենիդ ներկայության համար։ Անցյալ կիրակի սիրելի Թեդրիկը խոսեց մեզ հետ, ուրեմն խոսեց, որ իրար սիրենք եւ խոսեց, որ չարության դիմաց չարություն չանենք, այլ բարությունով չարին ամաչացնենք։ Այդ քրիստոնական բուն հոգեբանությունն է, որ նվիրվում ենք իրար, նվիրվում ենք Աստծուն, նվիրվում ենք Աստծո սուրբ կամքին եւ Տերոջը փառավորում ենք եւ սիրելի Թեդրիկը տարբեր նմուշներով, գեղեցիկ ձևով այդ ներկայացնում։ Կարելի է Թեդրիկը մալ ծափարենք։ Այո, Տերոջ փառք։ Այսօր ICF-ում նայում էինք իր քարոզնդեում ICF-ում էլ տարբեր մեկերը գլենդելում տարբեր տեղերում լսում էին եւ Տերոջ փառք որ այդ արմարությունն ունենք որ մենակ մեր քարոզերը ստեղ չի սահմանափակվում այլ երթում է տարբեր տեղեր նրանք որ սիրում են Տերոջ խոսքը լսեն եւ այդ ձևով նրանց էլ հասնում է բայց դրանից առաջ ես թեման ձեզ հետ կիսվեցի ամեն բաները գործակից են լինում դեպի բարին ամեն բաները գործակից են լինում մեզ համար որ Աստծուն սիրում ենք դեպի բարին է գործակցում ես ասամ ավելի շուտ էս վերնագրով քարոզեցի որ Աստված ամեն ինչ իր տիրապետության ներքո ունի այսինքն Տերը տիրապետում է ամեն դրությունների վրա եւ այդ ձևով է խոսացին որ ամեն ինչ հավատացյալի համար դեպի բարին այսինքն ինչ որ աշխարհում անցնում է ուղղակիորեն Աստված ամեն բանից տեղյակ է ոչ մի բան ծածուկ չի այսօր եթե Պարսկաստանում մարդիկ 30,000 հոգի մեռնում են սպանվում են Տերը տեղյակ է անտեղյակ չի բայց իր մոտեցումը ինչ է էդիկ ուրիշ խնդիր է որը դրա վրա ես խոսեցին որ ինչու աշխարհում այսքան չարություն կա ինչու համար այսքան անիրավություն կա ինչու երեխաները մանուկ ժամանակ պետք է մեռնեն եւ այսքան պատերազմներ ջարդեր մարդասպանություններ կա եւ համարյա այսօրվա խոսքից մի մաս թեման էլ նման արմատներ կշոշափե որ մենք ավելի տեսնենք մեղքը իր հետևանքով աշխարհում ինչեր է անում եւ ինչեր կարող է անել մեր կյանքում Եվ այդ ձևով, երբ որ խոսացիք Տերը տիրապետում է, այսինքն առաջնաերդ մեկ, Տերը ամեն բանի վրա հսկողություն ունի, երկրորդ ամբողջ պատմությունը իր աստվածային իմաստությունով, սիրով եւ ճշմարտությունով առաջնորդում է այն նպատակին, որ աշխարհի ստեղծելուց առաջ կարգել էր։ Այսինքն ոչ մի բան իր ձեռքից դուրս չի։ Այնեն չի որ Աստված աշխարհը ստեղծել մի ուղղության հետա, ճանապարհի կեսի խառնվել են, մարդիկ ապստամբել են եւ եթե որոշվել է, ասենք, այդանք ես ինչ բանամ, Շիկագո, այդանք ուրիշ state-ից հասնենք, այդպեսի չի։ Ուղղակիորեն վերջնականը այն նպատակին գասն է, որ Աստված կարգել է, որտեղ ամեն ինչ իր իշխանության ներքո ունի։ Եվ ասակ այս սուրբ ձեռքը մեր կյանքում էլ գործում է,
որ մեզի, որ կանչել է, ընտրել է, փրկել է, սրբել է, Քրիստոսի նման է տեսնում, մեր կյանքը այնց է դասավորում, որ մի օր կարողանանք իր ներկայությանը կայնենք, ազատված մեղքից Քրիստոսի նման ելնենք։ Մենք սխալվենք, դժվարությունների ներս կընկնենք, կշեղվենք, տարբեր խնդիրներ կպատահի, բայց ճանապարհը իր աստվածային ողորմությունով էլ են տեղը գասնի, որ պետք է հասնի, GPS-ի նման։ Դուք freeway ներծում եք, մատ exit պետք է դուրս գաք, սխալվում եք, անցնում եք երկրորդ, երրորդը, բայց վերջը, երբ որ դասավորվում է, վերադառնում ենք այդին, որ պետք է եթայիք։ Աստված իր բարի ձեռքը, որ մեր կյանքում այդպեսի մեզ ղեկավարում է։ Եվ այդտեղ պատճառը այլ որ մենք ապավինենք, հանգիստ ելնենք, անհոգ ելնենք, բայց հնազանդ ելնենք Տերոջը։ Եվ այդ ձևով թույլ տանք այդ բարի ձեռքը մեր կյանքում մեզ ղեկավարե եւ տեսնենք, ընդունենք։ Եվ միջև ասած դրա կողքին, երբ որ մեր դառը բաները մեր կյանքում առաջ գալի, որ անհասկանալի է, այդ ամբողջը Աստված բանեցնում է դեպի բարին մեզ համար։ Խոսեցին Հովսեփի կյանքի վրա, որ Հովսեփը եղբայրները դավաճանեցին, գցան հորը ճնշումի ենթարկվեց, երիտասարդ պատանի տղա, հորն ու մոր սերից զրկվեց, գնաց մենակության ներս մնաց, դառն էր, բայց վերջը իր համար լավ եղավ եւ իր ազգի համար լավ եղավ։ Եվ այն նպատակին, որ Աստված Հովսեփի կյանքում ուներ, որ իր ազգի օշության միջոցներ էր, ազգի փրկության միջոցներն էր։ Եվ ինքը հասավ մի տեղ, որ թագավորական փառքի արժանացավ։ Եվ այդ ձևով այդ ձեռքն է, որ ամեն ինչ, թեև մարդիկ անտեպ մեզ սխալ անեն, թեև մենք ինքներս սխալ անենք։ Գիտեք, պահեր առաջ գալի, որ մենք սխալ ենք անում, ասում ենք, առիթները ձեռից ելավ, սխալվեցին, փչացավ, էլ ուղղող չի իմ կյանքը։ Բայց ոչ, Աստված ամեն խնդիրներից օգտվում է դեպի այն ուղղությամբ, որ մեզ համար դեպի բարին էլի։ Մեր անձնականությունն է սարքում, մեր մտածելակերպն է սարքում, մեր հավատքի ասած անկեղծությունն առաջ բերում եւ վերջապես մեզի այդ ամեն խնդրից օգտվում, որ Քրիստոսանման դարձնե։ Այդ իշքան պետք է հանգիստ ելնենք, իշքան պետք է ապահով զգանք։ Եվ դրա համար կարևոր է, որ դու քեզի Աստծո ձեռքերում տեսնես։ Այդ փառավոր ձեռք, որ տիրապետում է ամբողջ աշխարհում, հսկում է քո կյանքիդ վրա էլ։ Կոնտրոլ անում ամեն ինչ, հսկողության տակ է։ Բայց ասակ ինչու համար այսքան աշխարհում խառնիճաղանջություն կա, երբ որ Աստված ամեն ինչ ղեկավարում է, այստեղում մի փոքր դժվար է հասկանալը պատաշակ մարդկանց համար, որտեղ Աստված ազատության Աստված է, մարդին ազատ կամք է տվել։ Եթե մարդին ուղղություն, իր ուզածով ուղղություն տար, ճիշտ մարդ կելների ինչ, մատ ռոբոտի նման, որ լարում ես մե ուղղությունով գնում է, իրանից կամք չունի։ Աստված այդպեսի մեկը չի ուզում, Աստված ուզում է, որ մենք գիտակցաբար կամավորապես իրան սիրենք, պաշտենք, նվիրվենք իրեն եւ գիտակցաբար իրան հետևենք։ Ոչ թե առանց զգացումի, առանց մեր կամքի որոշմունքի, ենթարկված, ճիշտ մագնետանումա իրան հետևենք, ոչ, գիտակցաբար իրան սիրենք ու պաշտենք։ Գիտեք, ես էսիկ մեփոք հայմատեցիմ, չար պետությունները իրանց համար կարևոր չի, որ մարդկանց մտածելակերպն ինչ է։ Դու կարող եք մտածեք Ջամհուրի Իսլամի 30,000 հոգու սպանում է, չի մտածում արդյոք սա բարեկամները, հարազատները ամենը կատեն իրանց, համար հետաքրքիր չի, ուզում են ատեն, ուզում են չատեն, բայց մի բան է կարևոր, ինչ է կարևոր, որ մենակ ենթարկվեն իրեն, իրա դիմաց չապստանվեն, վախենան, լռեն, սուս կենան, իրանց սրտում ատում են ատեն, կարևոր չի։ Այսինքն այդ սատանական մտածելակերպ է։ Սատանան մարդկանց ուզում է ճնշի, ստիպի, որ իրան ենթարկվեն։ Սատանան մարդկանցի սեր չի ուզում, հնազանդություն է ուզում։ Բայց Աստված հնազանդություն է ուզում սիրով։ Այսինքն եթե դու իրան հնազանդես, իրան չսիրես, իրան հաճելի չի։ Նա քո սիրտը տա ուզում։ Միջի ասած բառացի երևակայական խոսքեր չի ուզում։ Նա նայում է քո սրտին, նայում է իմ սրտին։ Երբ որ մեր սիրտը իր հետ ուղիղա, մենք հաճելի ենք։ Եվ դրա համար Երանիմ սրտով մաքուրներին Աստծուն կտեսնեն։ Աստված սրտագետ, Աստված է եւ սրտերին է նայում եւ իր
ուզածը սա որ մարդիկ սրտանց իրեն պաշտեն, իրան սիրեն։ Դրա համար մենք Աստծո նման ենք ստեղծվի, Աստված մեզ իրան նման ստեղծի, որ ազատ կամքով, իրան նման աստվածային բնություն ունենանք։ Գիտակցաբար մենք իրեն սիրենք, հարգենք, նվիրվենք, իրեն պաշտենք։ Հալելույա։ Եվ այս աստվածային բնությունն է։ Այդ բնությունը Աստված եկեղեցում էլ տվել է։ Եկեղեցին այդ բնությունն ունի, որ գիտակցաբար իր սերը հայտնում է իր Տերոջը։ Հարցի նման իր սերն հայտնում է իր Փեսային։ Եվ այդ ամեն ինչը կամավորապես է, եւ ոչ մի բան ստիպողական չի։ Դուք նվեր եք տալի, ստիպողական եք նվեր տալի, երբեմն տասանորդը որպեսի օրենք է քարոզվում, ընդհանրապես այդ մեկնաբանությունը շատ չեն ենթարկվում։ Մենք տասանորդ տալիս է կարելի ավելն էլ տանք, բայց ամեն ինչ սիրով ենք անում, ոչ մի բան ստիպողականությամբ չենք անում։ Այսօր սիրով ենք ուզում Հիսուսին ծառայել, փառավորել, գալ եկեղեցի, իրան նվեր տալ, աղոթել, իր ներկայությանը մնալ։ Եվ այդ ձևով Տերոջ ազատ բնությունը մեզանում կա։ Եվ այդ որ աշխարհքում Աստված մարդին իրավունք կա որ կամավորապես գիտակցաբար իրան հետևի։ Երբ որ չի հետևում, ընտրում է չարը, հետևանքը գալիս է։ Այդ ամբողջ խառնի ճաղանջությունը մարդի սխալ ընտրության հետևանքով է գալի։ Այդ անեծքի հետևանքով է որ աշխարհքում կա։ Որ այսօր ես այդ թեման ավելի ձեզ հետ կկիսվեմ։ Թույլ տվեք նայենք այսօրվա խոսքին։ Այսինքն շատ բուն եւ արմատային խնդիր է։ Ասում է եւ դեպի քո մարդը լինի քո փափակը։ Ուրեմն բերենք Աստծո խոսքից այդ ամառը բերեք, որ միասին նայենք, Ծննդոց 3:16-ը եւ կնոջ ասեց, կարող ենք ոտքի կայնեք իարգանք Տերոջ խոսքին, եւ կնոջ ասեց, շատ պիտի շատացնեմ քո հղության ցավերը եւ ցավով զավակ կծնես։ Եվ դեպի քո մարդը կլինի քո փափակը, նա իշխե քեզ վրա։ Կուզենք այս խոսքի խորհուրդ հասկանանք, քո փափակը դեպի մարդը կլինի, եւ նա կուզե իշխե քո վրա։ Այսինքն ինչ, այս թեման ինչ է խոսում։ Համարյա թե այս ուղղությունն է, որ ամբողջ մարդու կնոջ քաշքշոցների աղբյուրը դստե է, որ այսօր մենք կբացատրենք։ Եվ ինչպեսի, ասած Աստծո նայվածքն եւ Աստծո կամքն ինչ է եւ մարդիկ ինչ կացության ներսն են։ Այն ժամանակ որ Ադամ Եվան մեղանչեցին, ուրեմն Տերոջ խոսքը այսպես ասում եւ Տերը Եվային ասավ եւ կնոջ ասեց. շատ պիտի շատացնեմ քո հղության ցավերը եւ ցավով զավակ ծնես։ Եվ դեպի քո մարդը լինի քո փափակը եւ նա իշխե քեզ վրա։ Համարյա թե մեղքի հետևանքով եկավ պատիժ։ Եվայի անհնազանդության հետևանքով բնականաբար պատիժ կար, մատ էլ արդար պատիժ էր որ Աստված էր տալիս։ Այսինքն թե բնական վարքի հետևանքն էր, թե Աստծո պատիժն էր, որ ասավ քո հղության ցավերը շատ կշատացնեմ։ Դրա կողքին ասավ ինչ քո դեպի քո մարդը լինի քո փափակը։ Այդ փափակ բառը որ ստե գրում է, այսինքն համարյա թե քո սպասողությունը կամ քո ջանքը այնես կլինի, որ կաշխատես իշխես, տիրապետես մարդի վրա։ Որպեսզի ավելի հասկանանք էդիկ, մատ ուրիշ համարել ես համարներ կարդամ, ուրեմն 4-րդ գլուխ 7-րդ համարում, այն ժամանակ որ Կայենն ու Աբելը իրար հետ քաշքշոցին գան, երբ որ Կայենը Աբելին սպանեց, Տերոջ խոսքը այսպես ասում. Չէ որ եթե բարի լինեիր կբարձրանայիր, բայց եթե բարի չլինես, մեղքը դրան մոտ պարկած է եւ նա քեզ է փափակում, բայց դու իշխի նրան վրա։ Քեզ է փափակում, այսինքն ուզում է քեզի իշխանության տակ առնե։ Մեղքի բնույթն է դա։ Մեղք երբ որ գալիս է մեկի կյանքում ուզում է տիրապետե մեկի վրա, ճիշտ քաղցկեղի նման, երբ որ գալիս է սկսում է աճել, ամեն մարմինը բռնել ու պայմաններ ենթարկեցնել իրան։ Հիմա ստեում ասում է որ քո քեզանում մատ փափակ կստեղծվե, որ կուզես իշխես մարդու վրա։ Եվ այդ որ ընծդեղած ասած մարդու կնոջ կռիվն է սկսում։ Եվ ասում է ինչ եւ նա իշխե քեզ վրա, այսինքն ամուսինը դել կսկսե իշխե տիրապետե քեզ վրա այս նույն փափակով։
Այսինքն այդ քաշքշոցի արմատ է ցույց տալի։ Եվ դրա համար այդքան մարդուկին իրար հետ վիճում են, հակառակում են, իրար չեն հասկանում, անընդհատ իրար հակառակ են, շատ զարմանալի է։ Երկու հոգի ուզում են միասին մի կյանք ունենան, երջանիկ, երևակայիկ Աթամ Եվան, Եդեմ պարտեզում են ամեն ինչ կա, բախտավոր երջանկություն կա։ Շատ ժամանակ այս մեր ամուսական կյանքերը տենցի է, քաղցրությունով սկսում է, բայց մի առժամանակ դա սկսում է դժվարությունը, հեր, որ ընդդեմ արդեն այդ փափակը կա, այդ մեղքի սերմը կա։ Կինը տարբեր ճանապարհների է դիմում, որ իր մարդին առնե իր իշխանության տակ, իր ղեկի ներքո։ Եվ այդ ձևով տարբեր կանանցի ձև ու կերպերը, սովորությունները, ամեն այդ իր տակտիկներ գործադրում է, Ալին այդպես է թե չէ։ Ամբողջ այդ տակտիկները գործադրում է, որպեսզի մարդին բերե իր իշխանության տակ։ Խոբ մարդն իր ձև ու կերպերն ունի, ուժով, ճվալով, կռիվով, բռունց խփելով սեղանին, այն էլ ուզում է իր իշխանությունը գործադրի։ Եվ այդ անվերջ քաշքշոցն է սկսում։ Երբ որ մենք նայում ենք Աբելի ու Կայենի խնդիրը, Կայենը մեծ եղբայր էր, եկավ զոհ տաներ Աստծուն, լավ գործեր, Աբելը օրինակեց իրանից, ինքն էլ եկավ իր գառներից մի քանի գառ վերցավ, զոհ տարավ, երկուսը էլ զոհ մատուցան։ Աստված Աբելի զոհն ընդունեց, Կայենի զոհը չընդունեց։ Այդ որ Կայենի զոհը չընդունեց, Կայենը սկսավ բորբոքվել, որտեղ արդեն մեղքը եկել էր սրտում ու կյանքում։ Սկսավ բորբոքվել։ Տերոջ խոսք ասում է, որ մի օր Կայենը Աբելի հետ խոսած եւ գնացին արտը, գնացին անապատ, գացին դուրսը եւ ասում են դու վեր կացավ Աբելին սպանեց։ Հայտնի էր, որ իր այդ խոսած միտք էտյա որ կեղծությունով այնենց նրան համոզեց, որ արի այդանք դուրսը միասին մատ խոսակցություն ունենանք։ Եվ տարավ մետեղ մենակության ներսը փոքր եղբայրը սպանեց։ Այսինքն այդ չարություն իրանում կար, հետո Տեր իրան ասում է, որ Աբելն ուր է, ասում է, եղբայրս ես իր պաշտպանն եմ, ինձ ինչ։ Եվ Տերոջ բարկությունը կար, արդեն դատաստան իր համար վճռվում էր, բայց իրան էս ասում է, եթե զգույշ չելնես, մեղքը դուրի մոտ է, ուզում է քեզ տիրապետե, քեզի դրդում է, ավելի հանձնվես չարության, ավելի հանձնվես անիրավության, ավելի հանձնվես ապստամբության, եւ դրա համար Կայենը զգույշ կաց, արդեն դու վատ կացության ներսն ես։ Հիմա այդ որ շատ ժամանակ մարդկային ընտրությունն է, թույլ տա մեղքը գա մեջտեղ տիրապետե, կամ մեղքի դիմաց կայնե։ Եվ այդ ձևով այդ քաշքշոցը Աբելի ու Կայենի կյանքում էլ կար, ասում է, որ մեղքը ուզում է տիրապետե քո վրա։ Եվ այդ մեղքի սերմը մարդկանց կյանքում կա, եւ նրանց գցում է իրար ջան, այդ որպես բարեկամներ իրար հետ քաշքշոց ունեն։ Ազգեր իրար հետ քաշքշոց ունեն, երկրի դիմաց քաշքշոց ունեն։ Եթե խելքամոտիկ մտածենք, խելացի մտածենք, երկու հատ երկիր են ապրեք ձեզ համար նոր բաներ հնարեք, իրար հետ կիսվեք, երջանիկ ապրեք, ամբողջ աշխարհը ձեր դիմացն է, գնացեք, տիրեք, լեցրեք աշխարհը, ինչպես Աստված ասել էր, գնացեք ուրիշ մոլորակները, երջանիկ ու բախտավոր ապրեք, ինչու պետք է իրար նախանձեք, իրար սպանեք, հեր, որտեղ մեղքի արմատը բերում է ագահություն, բերում է հպարտություն, բերում է քաշքշոցներ, բերում է այս փափակ, որ տիրապետելու փափակ ելնի։ Ծաղալի չի, մարդուկին աշխատում են իրար հսկողության տակ բերեն։ Ինչու համար։ Տերոջ խոսք ասում է, երկուս մեկ մարմին կելնեն, շահները մեկա, կյանքները մեկա, նպատակները մեկա, բայց հալա տեղ էլ քաշքշոց կա։ Եվ իման մեկ այս մասը նստեղում ասեմ, որ Պողոս Արաքյալը, որ գալիս է նոր գտակարան, ասում արդեն տեղում դուք փոխվել եք, այն հինը չեք, որ աշխատում է կինը իր ձևու կերպերով մարդին սկե, եւ մարդն իր ուժերով կնոջ ղեկավարով տիրապետ է։ Ասում դուք նոր արարածներ եք, նոր մեկերն եք, ուրեմն մարդ դու Քրիստոսի նման պետք է լինես, որ քո կնոջը սիրես եւ քո անձը պատրաստել ես իր համար նվիրես։ Ավետարանի ներկայությանը Քրիստոսի շնորհիվ այս բանը դադարվում է, ազատվում է, որտեղ մեղքերի թողություն է գալի։ Մարդու այդ կացության է գալի, որ արդեն նոր բնություն է, նոր ստեղծագործություն է, նոր անձնավորություն է Քրիստոսի նման։ Եվ կնոջ ասում է, ով կին, այդ այդպես որ եկեղեցին հնազանդ է Քրիստոսին,
Դու էլ հնազանդ եղիր ամուսնուդ։ Եվ այդտեղում Պողոս ասում է իրար աստվածավախությունով հնազանդ եղիր։ Տեսեք, էլ արդեն այդ քաշքշոցը վեր է առնվում։ Աստծո շնորհքը որ գալիս է մեր կյանքումը, այդ դադարումը մեղքին տալիս է։ Համարյա թե մեղքը վիտամին C նման է, որ մենք մրսած ենք, մատ վիտամին C ենք քսում բաժակի ներս ինչ այլում երրում է, չէ։ Այդ մեղքը աշխարհքը տենց երալ է տալի։ Աշխարհը այդպեսի ալեկոծումի է բերում։ Ազգերին գցում է իրար ջան, հազարավոր ջարդում է, անկշտում մատկացություն է։ Մատ շնչավոր վիճակի աշխարհում տիրապետում է, որ ջարդեր, մարդասպանություններ, հիմա իսլամի նման մատ կրոնը գալիս է այդ ամբողջ այդ ասած մեղքի ցանկությունները, փափակները տալիս է մարդուն եւ այդ ձևով ուզում է մարդին բավարարեցնի։ Եվ չի ըմբռնում, որ Տեր Հիսուսի գործն ինչքան արմատային էր, որտեղ դևային հոգի է, չի կարողանում հասկանա Աստծո ծրագիրը, Աստծո կամքը։ Հիսուս եկերա, որ մարդին այդ մեղքից ազատը եւ ազատում է։ Եվ ճիշտ այդ վիտամին C-ին ջուրից դուրս է բերում, էլ արդեն խաղաղություն է։ Եսայա գրքում, Եսայա մարգարեություն անում, որ ասում աշխարհ ալեկոծ ծովի նման է, որ ծեփում է եւ հանգիստ չի առնում։ Կարող եք հասկանալ աշխարհի կացությունը ինչա, որտեղ այդ մեղքը չի թողնի, դրանք չեն կարող այդ խաղաղության հանգստի ներսներն, որտեղ այդ մեղքի բնույթն է, մեղքի բնույթն է, որ իշխե տիրապետե, հսկողության տակ առնե, այդ որ աշխարհը ալեկոծ ծովի նման է, եւ Եսայան ասում է, որ այո աշխարհը ալեկոծ ծովի նման է, որ ծեփում է խաղաղություն չի առնում, եւ ասում է իմ Տերն ասում է, որ չարերի համար հանգստություն չկա։ Քանի որ մարդիկ այդ իշխանության ներքո են, այդ մեղքի ազդեցության ներքո են, այդտեղում հանգիստ չկա։ Հանգիստ չեն կարող առնել։ Եվ հանգիստ որտեղ է։ Կան Քրիստոս Հիսուսում եւ նրանից առնեն այդ խաղաղությունը, նրանից առնեն այդ հանգիստը, նրանից առնեն այդ մեղքերի թողությունը, նրանից է որ այդ մեղքի արմատը քանդվում է եւ մարդիկ ազատվում են։ Եվ այսօր եթե մենք ես ու դու մեր կոչումը զանազանում ենք ինչ է, ազատվում ենք այդ մեղքի իշխանությունից։ Այդ մեղքի այդ ձևու կերպով տիրապետելու եւ դրթելու առիթները չեն կստեղծում եւ իրավունք չեն տալիս ստեղծվի։ Բայց քանի որ այդ մեղքը իր հատկությունները կա, մարդկանց ներս կա խառնիճաղանջություն, կռիվներ եւ այդ որ աշխարհում այդ կռիվները անվերջ չեն։ Եվ այդ ասած մեղքի արմատն է, որ Կայենի ու Աբելի մեջտեղը նրանց գցավ իրար ջան եւ մարդասպանությունը սկսավ։ Ուրիշ տեղերը որ տեսնենք նման խնդիրը շատ գեղեցիկ է երևում, Նոյը ասում է ջրեղեղից հետո, երբ որ այգի պատրաստեց ու խաղող ունեցավ ու բան, գինի բռնեց, խմավ, արփեց։ Նա մեկ փոք կարելի է Նոյը գինի էր պատրաստի խմել էր, հիշավ իր անցյալը, պապերին, երկար ապրումին, տխուր էր, ազդված էր այդ վիճակով, խմավ, հարբավ եւ մերկացավ։ Ասում իր փոքր տղան գնաց հոր մերկությունը տեսավ, ծաղրել են եկավ երկու եղբայրներին լուր տվավ։ Բայց ասում են երկու եղբայրերն ազնիվ էին շոր վերցան գցան հետև գնացին, իրանց հոր մերկությունը ծածկան։ Բայց ասում են երբ որ Նոյը իրան եկավ, ասում են որ այդ փոքր տղային համը կամ քամը հայերեն ասելով եւ իր սերունդը որ քանանը լինի անիծեց դրանց։ Եվ այդ անեծքի հետևանքով ինչ էր, ասում է որ դու եղբայրների ծառաներն ես։ Դու եղբայրների ծառաներն ես։ Այսինքն այդ մեկի հետևանքով, անեծքի հետևանքով ինչ էր գալի, ծառայություն էր գալի։ Այս նույն ձևի որ Ադամ եւ Եվան մեղանչան, իրանց վրա անեծք եկավ, մեղքի ծառա դարձան։ Եվ դրա համար Տերոջ խոսքը Ադամին ասավ ինչ, քո ճակատի քրտինքովը պետք է հաց ուտես, նեղությունով պետք է հաց ուտես, արդեն դու ծառա ես, մեղքի ծառա ես դարձել։ Ուրեմն շատ բնական է, երբ որ առիթ է տրվում այդպեսի մեղքը գալիս է մեջտեղ, անեծքը մեջտեղ է գալի, գերավարություն է գալի, ծառայություն է գալի։ Երբ որ նայում եք Եսավի Հակոբի կյանքում նման բաներ էլի կրկնվում են, դե գեղեցիկ է։ Երկու եղբայր էին,
հայր եկավ օշնելու, Հակոբը խորը ծերության ներսներ, կույրացել էր, աշխերը լավ չէր տեսնում։ Եսավը մեծ տղան էր, առաջի տղան էր, պետք է օշնությունը վայելեր։ Բրդոտ տղա էր, շատ ուժեղ բրդոտ էր, այն կողմից Հակոբը հակառակ, այդպեսի շատ մազոտ տղա չէր։ Մերը դրթավ Հակոբին, իմանում եք պատմությունը, մատ ուրեմն ուլիկ մորթեցին ու իր մորթը քաշեցին, տեսի ինքան պետք է բրտոտ ելներ, որ ուլի մորթը քաշերին ձեռքի վրա, նոր ձեռը քաշելով Եսավի ձեռքերն է, Եսավի ձեռքերն է։ Չէր տեսնում Իսահակը եւ սխալմամբ Հակոբին մեծ տղայի փոխարեն Եսավի տեղը օշնեց։ Օշնեց, երկնքի օշնություն տվավ իրան ու իր հաջողությունները մարգարացավ եւ երբ որ գնաց Եսավ երբ եկավ ասավ այլևս քեզ համար ոչ մի բան չունեմ օշնության աղոտ դու պետք է ասած երկնքի օշնություններից զրկված եւ քո եղբայրից ծառան կմնաս մեկ ձևի անեցք էր էդի գալիս էր տեսեք այդ ծառայությունը այնտեղից է գալի որ օշնություն չկա այնտեղից է գալի որ արդեն անեցք կա եւ այդ անեցքը մեղքի հետևանքով էր որ առաջ էր գալի Կայենի Աբելի մասին նույնը եղավ Նոյի զավակների մասին նույն եղավ այսինքն նրանց գերավարությունը մարգարացան եւ Ըստեղում տեսնում ենք, որ Եսավի համար նույն բանը եղավ։ Եվ խոսքը սա է, որ Եսավ դու քո եղբայր ծառան կելնես, եթե ապստանվես, հաջողվես, այդ լուծից կարող ես ազատվես, եթե ոչ այդ գերության ներսը կմնաս։ Եվ այդ ձևով մեղքի հետևանքով, անեծքի հետևանքով մատ լուծ կա աշխարհի վզին։ Եվ այդ աշխարհը գերավարված է, մարդիկ գերավարված են։ Եվ մենակ ու մենակ հավատալով Հիսուս Քրիստոսին, որ մենք այդ լուծի տակից ազատվում ենք։ Եվ գալիս ենք այն կացությանը, որ ասամ ինչպես մարդուկին այդ քաշքշոցից ազատվում են, կարող են իրար այդ հաշտ ապրեն։ Եվ աստվածային օրենքի համաձայն ազատ ապրեն, իրար այդ սիրո կապի ներսն ապրեն։ Եվ այդ որ երբ որ մենք նվիրված ենք այդ հոգեբանության ներսը, այդ խաղաղությունը գալիս է մեր մեջ։ Այդ խաղաղությունը գալիս է մեր եւ մեր բարեկամների ներսը։ Այդ խաղաղությունը գալիս է մեր եւ մեր շրջակայքի ներսը։ Եվ մենք կարիք ունենք այդ խաղաղությանը։ Եվ կարիք ունենք տեսնենք, որ այդ անեծքը կոտրվեր է։ Այն ժամանակ, որ Հիսուսը այդ փշեպսակը դրան իր գլխին, ինչ էր, այդ անեծքը Հիսուսը վեր առավ։ Որպեսզի մենք անեծքից ազատված նվիրված Աստծուն կարողանանք այդ ազատ կացության ներս ապրենք։ Հիմա քանի որ աշխարհը այդ անեծքը իրանում գործում է, աշխարհը նվիրված է այդպեսով իր գիրքերին ու ցանկություններին, այդ ասած այդ գերավարությունը կա աշխարհում անընդհատ քաշքշոցի վրա է։ Որ այդ ամբողջ պատերազմերը, ջարդերը Աստծո կամքը չեն։ Մարդիկ ապստանվել են Աստծո դիմաց եւ գնացել են անեծքի տակ եւ հետևանքը հենց այդ քաշքշոցներն է, որ իրանց համար ամբողջապես առաջ է գալի։ Հիմա մեզ համար հենց այդ է, որ երբ որ մենք հավատքով նվիրվում ենք Տերոջը, մեզ համար գալիս ազատություն։ Հալելույա։ Եվ դրա համար կարող եք Տերոջ փառք տալ այդ մեծ շնորհի համար, որ Տերն արել է մեզի։ Մենք ազատված ենք Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Եվ զանազանում ենք ոչ թե մեր ուժով, ոչ թե մեր կարողություններով, բայց այն շնորհքով, որ Աստծո կողմից է, որ գալիս է եւ ազատարար է։ Եվ ընդունում ենք այդ շնորհքը։ Եվ այդ որ մեր հարաբերություններ ուղղվում են, որտեղ Աստծո շնորհքը մեջտեղ է։ Եվ դրա համար մենք կարիք ունենք թույլ տալ այդ շնորհքը մեջտեղ գա։